Բարև բոլորին, դուք իմ էջում եք։ Այսօր ես նկարել եմ ձեր մեկնաբանություններում գրած էմոջիները։ Առաջի էմոջին կլոր ինչ-որ բան էր, իմ ռակետկայի բանը կորել է, այդ կլոր գնդակը, կարելի ասել։ Պետք է հիմա ես գտնեմ, անկեղծ ասած չեմ հիշում որտեղ եմ դրել։ Հիմա եկեք միասին գտնենք։ Կեղծ ասած այս մասերում եմ ինչ-որ կորցրել, բայց չեմ հիշում, ինձ ինչ-որ կլոր բան է պետք, ստեղ չի։ Եկեք մի հատ ստեղ նայենք, որտեղ կարող է ստեղ է, որտեղ հիշում եմ, ստեղ եմ կորցրել։ Եկեք հասկանանք ես ինչ-որ, սենց կապած, ինձ թվում է անկապ թուղթ է, ինչ-որ սենց մեկ է գրած ինչ-որ սենց վրա։ Ու սենց սիրուն, կարելի ասել լենտը չկա, փաթաթած է, թելով է, կարմիր, բայց ես չհասկացա անկեղծ ասած էս ինչ է։ Եկեք բացենք, հասկանանք։ Սենց չի բացվում, որտեղ շատ ձիգ է կապած, եկեք սենց հանենք, սենց դուրս է գալիս։ Թվում անկապ թուղթ է, եկեք մի հատ բացենք։ Առաջինը դուք տեսեք, ես անկեղծ ասած չգիտեմ էս ինչ է։ Ինչ-որ հետևում գրած է մեկ, հեսա, պես թեք է մեկ է գրած ինչ-որ, հա, հիմա, ես ինչ հա, ինչ-որ սենց բան է գրած, երկար տողերով, եկեք կարդանք, բայց ես չեմ հասկանում ոնց է հայտնվել մեր տանը այս թուղթը, մի քանի օր առաջ իմ ընկերուհին էր եկել մեր տուն, բայց դժվար ինքը սենց ինչ-որ բան դրած լիներ ստեղ, կամ առավել ևս գետնի սեղանի տակ։ Լավ, եկեք կարդանք, հասկանանք էս ինչ է։ Եթե դու կատարես այս ամբողջ առաջադրանքները, քեզ վերջում մեծ նվեր է սպասվում, գնա այնտեղ, որտեղ դու միշտ ժամ ես նայում։ Բայց ինչ նվեր, կարող ես ինչ-որ ծաղրանք կամ չգիտեմ, բայց ես ոնց կարամ իր տանը հայտնված լինի։ Իսկ իմ ընտանիքի անդամներից ոչ մեկի մտքով չէր անցնի, որ սենց բան գրեր դներ ինչ-որ տեղ։ Անկեղծ ասած չհասկացա, բայց եկեք անենք, հասկանանք էս ինչ է, որտեղ իմ մտքով գաղափար չի անցնում, թե էս ինչ կարա լինի։ Կարակ դուք էլ կարդաք, որտեղ իմ կարդացածն է ստեղ գրած, ես չեմ խաբում։ Գրած է, եթե դու կատարես այս ամբողջ առաջադրանքները, քեզ վերջում մեծ նվեր է։ Վացը, եթե դու կատարես այս ամբողջ առաջադրանքները, քեզ վերջում մեծ նվեր է սպասում։ Ու առաջինը, ոնց հասկացա, գնա այնտեղ, որտեղ դու միշտ ժամ ես նայում։ Դե ժամացույցի մոտ այն ստում է, ժամացույց, մեր տան ժամացույցի մոտ է։ Մինչ ես գնամ մեր ժամացույցի մոտ, կխնդրեմ, որպեսզի բաժանորդագրվեք իմ ալիքին, որտեղ հետագա ավելի հետաքրքիր վիդեոները բաց չեք թողնելու։ Ինձ թվում է սա երկրորդ մաս կունենա, որովհետև անկեղծ ասած ես չհասկացա թե սա ինչ է։ Կամ ծաղրանք է, կամ ինչ-որ մեկը ուզում է ինձ կարելի ասել ձեռք առնի, բայց չենք մոռանում բաժանորդագրվել իմ էջին, այստեղ է սեղ մեկ նշանին, որպեսզի իմ հետագա ավելի հետաքրքիր այսպիսի լավ վիդեոները բաց չթողնեք եւ ամենաառաջինը տեղեկանաք սրա մասին, իմ վիդեոների մասին։ Իսկ հիմա մենք գնացինք ժամացույցի մոտ։ Նոր նկատեցի, որ այս մեր բույսերի մոտ այսպիսի բան է դրված, ինձ թվում է հաջորդ հուշումը էս է, որի վրա գրված է 2 նոր տեսած։ Այս ամեն ինչի իմ համար մի քիչ վախենալու է, բայց ինձ թվում է վերջում շատ հավես բան է լինելու։ Վրան գրված է 2 թիվը։ Ես չգիտեմ էս ինչ հուշումներ է, եկեք էս էլ բացենք, ինձ թվում է հաջորդ հուշումը էս է, որտեղ չէր կարա երկուսը նույն տեղում դրած լիներ, եթե երկու հատ թուղթ լիներ, մեկը երևի ստեղ է, մյուսը չգիտեմ որտեղ է, եկեք հիմա սա բացենք եւ տեսնենք, թե հաջորդը ինչա գրված, բայց շատ մեծ է, հիմա երկար բանակ գրած լինելու։ Առաջինը էլի դուք նայեք։ Իշտեմ չէ պահը, հիմա ես նայեմ։ Էս ինչ է, մամա ջան։ Էս ինչ է։ Ինչ-որ սենց կարելի ասել քարտեզի նման է։ Ստեղ գրված, բայց էլ մի րոպե։ Հասկացա,
ահա, այս մեր տան մոտ կա մի հատ սալոն եւ դրա հենց կողքին կա հեսա նայեք ստեղ ես ձեզ ցույց տամ։ Ստեղ մի հատ սալոն կա մեր այդ բանի մոտ, մեր տան մոտը։ Եվ մի հատ էլ դրա կողքին կանաչ խանութ կա, վերևը կանաչ, ասենց ասեմ, կռիշա, հա, տենց ասեմ, մի քիչ գրագետ չի լինում, բայց տենց դրա կողքին տենց բան կա, խանութ ու սալոն, երկուսը կպած չի էլի, մի քիչ ուղղակի մի քանի մետր հեռու է, ու հենց դրա վերևում կա այսենց փողոց, հենց այդ խանութից այլ ասել մի քիչ հեռու, այստեղից այլ ասել արդեն փողոց կա, ու ըստեղ մեր ոնց ասեմ ձեզ դրսի սենց ասեմ պատշգամբում, էլի ոչ թե տան, հեսա որ գնանք ես ձեզ ցույց կտամ, դե ամեն մի տան դիմացը, դրա ամեն մի տան բանից դրած դրսում մի հատ սենց բան, շենքերի մոտ նկատի ունեմ, ու մեր մոտ էլ կա դրանի այդ բանից, մեր ամբողջ այս շենքի դիմացը կա տենց փոքր տարածք, որտեղ մարդիկ իրանց կարելի ասել, ասենք թե օրինակ են բերում, խորոված են սարքում կամ չգիտեմ ուրիշ բաներ են անում, մեր մոտ էլ կա հիմա տենց բան, այս մեր ամբողջ շենքի մարդկանց այդ տների դիմացը կա տենց փոքր ամեն մեկի համար նախատեսված տարածք, հեսա որ գնանք դուրս, ես ձեզ ցույց կտամ, ոնց հասկացա, մենք այդտեղ պետք է արդեն գնանք դուրս, ինձ հիմա հաջորդ թուղթը ընդեղ է լինելու, բայց ես համար շատ բան է, ու ստեղ ինչ-որ իմ սիրած գույնի սրտիկներ է դրած, ու վերջում ինչ-որ սենց բան է, ստեղ հաուս է ինչ-որ տուն է, ու ստեղից կարելի ասել տենց նեղ ճանապարհով արդեն գալիս ենք այդ մեր տան դիմացի փոքր հատվածը, ինձ թվում է այդ նեղ ճանապարհն է, սենց ուղիղ գնում ենք, ու սենց գալիս ենք, հա, Այստեղ նկարած է հաուս, ասում եմ հաուս, նկարած է բան, սենց կարելի ասել շենք ու սենց գրած է հաուս, այսինքն կարելի ասել սա մեր տունն է, մեր շենքի տունը նկատի ունեմ։ Ես արդեն գլխի եմ ընկնում կամաց, ու այստեղ հետո չհասկացնի ծառերը շագանակագույն այստեղ ներկայ չի։ Մի խոսքով, հիմա սենց փողոցներ է նկարած ու ես ոնց հասկացա արդեն գլխի եմ ընկնում, սենց պետք է մենք գնանք, հասնեինք, ստեղից պետք է գնանք, սենց, հետո երևի սենց պետք է, չգիտեմ որտեղից է գալիս, հեսա մի ձև կհասկանանք ու վերջում ստեղ ինչ-որ կանալ է նկարած ու սենց հարցական տուփա, քառակուսու մեջ բան է, հարցականը նկարած, ես թվում է ինչ-որ տուփա, որտեղ մեջը հարցականը նկարած, կարող է տուփա, որտեղ մեջը չգիտենք ինչ է։ Այստեղ էլի շենքեր, սենց փողոցներ, բայց այդ մեզ պետք չի, մենակ ես դիմացի մասն է մեզ հարկավոր։ Ես կամաց արդեն հասկացա թե այս ինչ է, ու ես վստահ եմ, որ սա երկրորդ մաս էլ է ինձ թվում է ունենալու, այս վիդեոն նկատի ունեմ։ Իմ համար սա մի քիչ վախենալու է, եկեք գնանք դուրս ու հասկանանք որտեղ ենք գնում, ինչ ենք անում, գնացինք։ Ես արդեն հագել եմ իմ վերարկուն եւ հիմա ես գնում եմ դուրս, քարտեզը իմ մոտ է, ես դուրս եկա։ Ահա։ Հիմա այստեղ բաներ են քաշել, լարեր են քաշել, դրանց ուշադրություն մի դարձրեք։ Քարտեզով մենք ըստ քարտեզի ավելի շուտ մենք սենց պիտի լինենք։ Շուտ ես խայտառակ եմ արդեն դրսում, որտեղ ինձ կարելի ասել ամբողջ շենքում բոլորը ճանաչում։ Իրավունք մի քիչ կամաց խոսում, քարտեզը ես հիմա ճիշտ եմ գնում, որտեղ հեսա մոտս է ու ես նայում եմ, հիմա ձեզ ցույց կտամ, ըստ քարտեզի ես հիմա գտնվում եմ, որտես է, այս փոքր գծի մեր, սենց գնում եմ Ահ, որ տիպի գրգր անցում է եկել, ճիշտն ասած մի քիչ վախենում եմ այստեղ, մեր առաջի բանը այստեղ է, ես հենց նորից նեղ տեղով եկա ու հիմա մի րոպե մի քիչ այստեղ է հիմա, մենք պետք է ստեղ մտնենք երևի ստեղ ամեն ինչ շատ քանդված է ու
Մեն ինչ շատ քանդված է ու հիմա ես չգիտեմ ոնց եմ գտնելու ստեղից, որտեվ չգիտեմ, այս երեխեքն երևի սարքեսի, ստեղ ամեն ինչը քանդված է, հիմա ստեղ արենք պիտի նայենք, կարող է նույնիսկ դրա մեջ լինի, եկեք ստեղ նայենք, ստեղ էլ չկա, կարող է սրա մեջ, չէ ստեղ էլ չի, վայ հեսա, նազենք դեմս դրած է չի նկատում, հեսա, եկեք գնանք տուն բացենք, որտև դրսում ահավոր ցուրտ է։ Ես հիմա պետք է մեկնեմ ճանապարհորից ակնալիս եմ, շատ ուղղ եմ, ճիշտ ասած հիմա ձեռքումս է այդ, մյուս ձեռքումս է, այս ձեռքումս հերթեսն եմ, շատ ցուրտ է, դրսի մի քանի կես վայրկյան առաջ ես խայտառակ եմ լինել, խայտառակ է լինում։ Հիմա գնում ենք տուն, որտև դրսում ահավոր սուրտ է, շատ պատկերացնի, գնում ենք տուն, համար արդեն հասանք, հիմա մտնեմ տուն և բացենք։ Ես եկա տուն, եկեք բացենք, տեսնենք ինչ է, էլիս ենք պետք է բացենք, մի քիչ թրջվել է, որտեղ ձյունի մեջ, կարակ սենց տնակ, ստեղ ջնջված է, եկեք կարդանք։ Առաջադրանքներ քեզ կհանդիպեն, երբ հասնես այդ փոքրիկ վայրում, որ քարտեզի վրա կա մանուշակագույն սրտիկներ։ Ես հասկացա, այսինքն այս փոքր սրտիկները մանուշակագույն, որ կա, երբ հասնեմ այդտեղ, ինձ տարբեր առաջադրանքներ է սպասվում, ինձ թվում է նորմալ առաջադրանքներ կլինեն ու ես կկարողանամ վերջապես կատարեմ, որ հասնեմ այդ բանին, այդ վերջնական արդյունքին, չգիտեմ ինչ է ստեղ մեզ սպասվում, ոնց հասկացա այդ սալոնի մոտ է, բայց ես ուզում եմ առաջադրանքները կատարեմ, որտեղ կարող է հենց առաջադրանքների շնորհիվ լինի այդ ամեն ինչը ու կարող է որ ես չկատարեմ, չկարողանամ այդ առաջադրանքները, այդ վերջնակետին հասնեմ։ Հիմա շարժվում ենք, արդեն ինչպես տեսեք, ես հետ եկա նորից տեղ ու ոնց հասկացա տան ճանապարհին է այս նույն տեղը, ինչպես տեսեք, ես այդ նեղ մասով հետ եկա, այսենց հետ եկա, էլի եկա տուն, կարելի ասել սենց հետ եկա, էլի մի խոսքով, ու այսինքն ճանապարհի այս մասում է գտնվում այդ սալոնի այս մի մասի կողքը, այդ փողոցի շեմին, հիմա մենք կգնանք այս մանուշակագույն սրտիկի մոտ և կտեսնենք, թե այնտեղ ինչ է գտնվում, ինձ շատ է հետաքրքրում, թե ինչ կա այնտեղ, անկեղծ ասած ես ոչ մի գաղափար չունեմ, թե վերջում ինչ է մեզ սպասվում, որովհետև չգիտեմ այս քարտեզի վերջը ինչ է լինելու, բայց դուք չմոռանաք անպայման բաժանորդագրվել իմ էջին, որովհետև հետո ինձ թվում է շատ հետաքրքիր է լինելու, եթե ուզում եք երկրորդ մասից սրա դուրս գա այս վիդեոյի, չենք մոռանում անպայման այս վիդեոյի տակ հավաքենք 100 լայք, եթե մի քանի օրից հավաքվի 100 լայք և մի քանի բաժանորդ, ասենք 10 բաժանորդ եթե հավաքվի, ես կնկարեմ երկրորդ մասը, իսկ եթե չհավաքվի, ես չեմ կարող նկարել, անպայման կսպասեմ, որ 10 բաժանորդ և 100 լայք հավաքվի այս վիդեոյի տակ, հավաքվի այդքանը, ես խոսք եմ տալիս, անպայման նկարելու եմ երկրորդ մասը, ինձ թվում է շատ մասեր կունենա այս ֆորմատը, բայց եթե դուր եկավ, չմոռանաս անպայման բաժանորդագրվել և ինչպես նոր նշեցի, հավաքում ենք 100 լայք և դուք կտեսնեք երկրորդ մասը։ Իսկ հիմա բոլորին ստեսություն։